Եվ արդյոք ինչ վտանգներ է սպասվում։ Ճշգրիտ գիտություն այն առումով մեր հաշվարկները, ինչպես յուրաքանչյուր բանաձև, ինչ որ բանաձևը չէ, ներկայացվում են, այնտեղ բազմապատկում, բաժանում, թվեր եւ այլն, տարբեր հավասարումներ, այդ հավասարումների միջոցով հարգելի արեք մենք ստանում ենք մոլորակների դիրքերը տիեզերքում, որոնք հետո արդեն պատրաստի քարտեզի միջոցով այդ ամենը ներդրվում է քարտեզում, այդ առումով է։ Իսկ իրադարձությունները լինելու կամ չլինելու առումով կախված է նաեւ իրադարձություններից կամ այն անձանցից, այն ֆիգուրներից, որոնք հնարավոր է իրականացնել։ Այս պահին ես կարծում եմ, որ ուղղակի նրանք դեռ պատրաստ չեն կամ խանգարող հանգաման կա, ամենայն հավանականությամբ ԱՄՆ փորձում է սանձել եւ հենց ձեր հարթակում ժամանակին ես նշեցի, որ երկրաշարժը դա արհեստածին ստեղծված ինչ որ երևույթ էր, Էրդողանի վախը չափել են բառացիորեն, այդպես նշեմ, ժողովրդական լեզվով։ Ամերիկան։ Այո։ Մոռացել եք, հենց հաղորդման ժամանակ էլ ասի, որ երկու պետություններ կարող են անել, այդ տեխնացին զենքերը ունեն ԱՄՆ եւ Ռուսաստանը։ Ամենայն հավանականությամբ ԱՄՆ նրան սանձելու միջոցով Էրդողանը, որովհետեւ արդեն իսկ իր ԱՄՆ-ն Էրդողանին սանձեց երկրաշարժի միջոցով, այսպես կարելի է ասել։ Կամ ԱՄՆ կամ Ռուսաստանը երկու պետություններ ունեն, բայց շահագրգռվածությունը կարող է լինել ԱՄՆ-ի, որտեղ նրանց փոխկապակցությունը եւ գործնական, եւ քաղաքական, եւ ռազմական առումով ավելի սերտ է, բայց որքան մենք ականատես էինք լինում, Էրդողանը կարծես թե պոկվում էր ճակերտավոր ԱՄՆ-ից անցնում էր Ռուսաստանի կողմը, այդպես է պետք է լիներ։ Հիմա այս պահին ուղղակի նրանց կրկին սանձում է, նրանց թույլ չի տալիս այդ սահմանը անցնել ԱՄՆ-ը։